Սոս Սարգսյան, լորվա աշխարհի հանճարեղ ծնունդ է, նվիրյալ մտավորականն ու ազգասեր հայը։ Նա մեր նահապետն ու ձորի Միրոն է, ինչ էլ որ խաղաց, երբեք օտարի զգեշ չհագավ, ինչ էլ որ ներկայացրեց, հայի ճակատագիր էր, հայերեն խոսք էր, հայի հայացք էր, եւ ամենևին էլ պատահական չէ, որ Խորհրդային Միության եւ Հայաստանի ժողովրդական արտիստին Սոս Սարգսյանին հենց ժողովուրդն էլ անվանեց կինոնահապետ։ Սարգսյանների տան պատուհանից երևում էր բլուրների հետևում թաքնված ու լուսնի շողերից լուսավորված թափանցիկ երկինքը, որի վրա նրբորեն գծագրվում էին անտառի երկարաձիգ ու հպարտ սոսիների մութ գծաստվերները։ Միգուցե հենց դրա համար էլ հայրը որդուն սիրում էր սոսի կանչել։ Դե ամենավառ հուշերը իհարկե կապված են իմ հոր հետ, որովհետև շատ հետաքրքիր մարդ էր, ամբողջական էություն էր, հողեղեն, իսկական ռանչպար, իսկական տղամարդ, արմական, հզոր, այդ կերպարն է մանկությունից իրեն այդ տեսակ կերպարն է մնացել իմ մեջ, հորս, որը 7 երեխայի հայր էր, Ստալին կոչեցյալը տարավ բանակ, մանր երեխեքով տիպահեր, տարավ 4 տարի, 3 տարի ու կես գնաց պատերազմ, շատ ծանր շորեր էին, բոլոր դժվարությունները պատերազմի հետ կապված մենք այնտեղ տարել ենք։ Այդպես էր, միայն ես չէի հարևանությամբ եւ այլ, մի ընկեր ունեի հարևաններ մեր, հարևանի տղաներ, ասեց սոս կարող է պատահի մենք մի օր կուշտ լինենք։ Ասի կարելի է երևի, բայց շատ ծանր էր իսկապես անասելի, պատերազմից հետո էր շատ ծանր էր։ Հետո հայրս եկավ հիվանդ պատերազմից արդեն վիրավոր էր, հիվանդ էր, չէր կարողանում աշխատել, շատ բարդ էր մեր ապրելակերպը։ Երևում է շատ ես կարդում։ Ես հարգում եմ կարդացող մարդկանց։ Վարպետ Մկրտիչ, իսկ դու ինչ էիր անում։ Ես ոչինչ, դարբնություն։ Ամերիկայում դարբնոց կա։ Հարկավ, Սենեկայում մի մեծ ախորանոց կար, ձիեր էինք նալու։ Վարպետ Մկրտիչ, Սենեկան ախր հին հռոմեացի փիլիսոփա էր։ Հա, հետաքրքիր է։ Ես իրավունք ունեի, ինչպես Ջեք Լոնդոնի հերոսները, ասենք թե շներ պահել, սահնակ սարքել նարտին, մարդասիրությամբ, ազնվությամբ լցված, այդպիսի շրջապատ էր մեր շրջապատը, Ստեփանավանը փոքրիկ քաղաք էր, բայց շատ հարուստ քաղաք էր, շատ կիրթ քաղաք էր։ Սերը հիվանդություն է։ Պատկերացնում ես սերը։ Բեմը կլանել էր Սոս Սարգսյանին դեռ փոքր տարիքից, այնքան առեղծվածային էր այնտեղ ամեն ինչ, այնպես խորհրդավոր էր, հեքիաթային, կախարդական ու գրավիչ։ Թատրոնը տոն էր նրա համար։ Ես մեր փողոցում ամենատարիքավորն էի, դե տարիքավորն էի, 29 թվի ծնված, 40 թվին ինչ պիտի լինեմ ես, հա? 11 տարեկան, 13, ես մեր փողոցը բոլորը կովեր ունեին, և կովերը, որ սկսում էին ծնել, այդ տղամարդիկ չկային, կանայք գալիս էին գիշերով մեր տան պատուհանը թխկացնում, ասում էին սոսիկ, արի կովը ծնում, արի օգնի, գնում էի, օգնում էի, որ հեշտ ծնի, այդպիսի բաներ։ 1950 թվականին Սոս Սարգսյանը Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ուսանող էր։ Ուսումնական այդ խումբը մեծ չէր, բաղկացած էր 9 հոգուց։ Ընդունելության քննությունների ժամանակ ընտրությունը կատարել էր Վարդան Աճեմյանը։ Կյանքումս թատրոնում եղած չկա, չնայած Ստեփանավանում կար թատրոն, հետո գնացի։ Բայց ուշք ու միտքս մի ինչ-որ ներկայացում խաղալն էր։ Եվ ես ուրեմն նստեցի, ինչ-որ բան գրեցի, ինչ-որ պիես գրեցի եւ մեր նկուղում, տան նկուղում մեծ նկուղ էր, բարակույրներ սարքեցինք երեխեքով, բան եւ այլ, եւ այդ ներկայացումը խաղացինք։ Ես մի մտածում եմ, ինչ մղում էր իմ մեջ։ Հետո ընկերներս այդ երեխեք ասում են, սոսիկ, քեզ մոտ ստացվում է, մեզ մոտ չի ստացվում։ Չգիտեմ ինչն էր ստացվում, ես այն ժամանակ չէի կարող հասկանալ։
Հուսանք, որ իմ երեխաներիս երեխաները և ձեր ծորները կապրեն մի աշխարհում, որը թող որ ոչ այսքան հարմարավետ, բայց փոխարենը մի քիչ ազնիվ լինի։ Բաղձալի երազանքն իրականացավ։ Ավարտելով Գեղարվեստաթատերական ինստիտուտը, Սոս Սարգսյանի առջև բացվեցին Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դռները։ Ես իհարկե ծրագրային արվեստագետ եմ, ես ծրագրով եմ աշխատել ամբողջ կյանք, ինչի համար եմ խաղում, այդ համար շատ կարևոր է, ինչ եմ ուզում ասել, դա շատ կարևոր է ինձ համար, բայց նաև ես կարծում եմ, որ ասենք լավ, բարձրաճաշակ արվեստը նույնպես ազգային արժեք է դառնում։ Երազում եմ ցեղս դառնա կապուտացիա ու շիկահեր, ինչպես եղել ենք, ու թախիցն ու տագնապը մեր երեխաների աչքերում վերանան։ Ցեղս մաքրվի վերջապես կեղտոտ արյունից, մեր գեները չեն մեռել, ծվարած են մեր մեջ, երկնեց երկիր, երկնեց երկինք, երկնեց և ծովն ծիրանի, խարտյաշ պատանեկիկ, երանի տեսնեմ։ Մեծ զավթիչները առաջի բանը, որ արել են ժողովուրդների հետ, խլել են նրա մշակույթը, խլել են նրա մտավորականին, որովհետև թատրոնը, գրականությունը, կինոն, այդ բոլորը նպաստում են այն բանին, որ հասարակությունը կազմավորվի, հասարակությունը ձևավորվի և ասենք այդ իմաստով կոմունիստները շատ խորամանկ ու խելոք էին, նրանք ծառայեցնում էին իրենց և թատրոնը, և կինոն, և արվեստը, և գրականությունը։ Այս մեզ կառավարությունը կանչում է, թե կարծում է, թե եթե ասենք մի մինիստրը կարծում է ինքը մինիստր է, պրծավ, բայց քեզնով չի, տղա ջան, մինիստրը այսօր վաղը չես, հետո որ մինիստր ես, այս ժողովրդին ինչ օգուտ, քեզ օգուտ, գնա քո տունը, քեզ համար քո գործը արա։ Ամեն մի, պետական ամեն մի գործիչ պետք է ուշադիր լինի արվեստի նկատմամբ, մշակույթի նկատմամբ։ Թեև թատրոնը Սոս Սարգսյանի համար այն սրբավայրն էր, ուր մինչ օրս նա ոտք է դնում խորին ակնածանքով, բայց և նույնչափ անվերապահ նվիրումով նա տրվել է կինոարվեստին։ Ինչպիսի հրաշք, Ման Փափազյան։ Կարճ ժամանական Սոս Սարգսյանը նկարահանվեց եռանկյունի կինոնկարում։ Դերասանն իրավամբ դարձավ ազգային կինոարվեստի դիմագիծը որոշող բազմաթիվ դերերի անզուգական կատարողը։ Եվ ինչպես դիպուկ բնորոշում է Գևորգ Էմինը, Սոս Սարգսյանն այն տաղանդավոր դերասաններից մեկն է, ով ազգային ոգի ու շունչ է տալիս ոչ միայն մեր թատրոնին, այլև, որ ամենից կարևորն է, մեր կինոարվեստին։ Կարոտում եմ բանին, Հեղնար աղբյուրի ուստա Մկրտիչ, շատ լավ մարդ է, շատ խելացի մարդ է և ոչ միայն կարոտում եմ, մտածում եմ, որ կարող է ավելի լավ խաղալ, ավելի լավ կատարել, այդ գործը անել, շատ լավ կլներ, որ եթե մի անգամ էլ նկարահանվեի, բայց չստացվեց, շատ բարձր մարդ է, շատ խելոք, իմաստուն, ամեն բան հասկացող մարդ, այդպիսի կերպար ես չեմ խաղացել։ Հետո իմանուր քո տաղձիկը կանչի։ Մեր ժողովրդի հավաքական հատկանիշների մարմնավորումներն են Սոս Սարգսյանի բարձր վարպետությամբ կերտած հերոսները, որոնց շարքում նշանավորվում է Նահապետի կերպարը։ Իրենց երկիր հանուր հող ու ջուր կորցրիր են, ես քարքարո տղեր հողի համար կռիվ կենե։ Ջուր ջաղացնի տարե, չախչախի համար նստեք կուլան։ Նահապետից անմիջապես հետո Սոս Սարգսյանը նկարահանվեց Զորի միրոֆիլմում, որտեղ ընդգրկված է նույն պատմական ժամանակաշրջանը։ Ամենահեշտ ինչը որ ես խաղացել եմ, իմ ամենակարևոր դերն է Զորի միրոֆ, շատ հեշտ եմ խաղացել, ոչ մի տառապանք, ոչ մի փնտրտուք, ոչ մի
դեսուդեն շատ ինքը իրեն ծնվեց իմ մեջ, ինքը ապրեց իմ մեջ եւ այդպես ներկայացավ։ Դե իհարկե հետ կթողել են, այլ Նահապետն եմ, մյուս դերերն էլ, ասենք թե Խնձորի այգու բանը ապերը թողնում են հետ, կուզես չուզես թողնում են։ Դերասանությունը ինչ որ մի սատանայական խորհուրդ ունի իր մեջ, սատանայական խորհուրդ, պարզապես։ Андрей Тарковский ասում էր, актер это не люди, ասում է, а кто? Человеки, ասում էր, человеки։ Հա, մի ինչ-որ զարմանալի խորհուրդ կա, որ ինքը դերասանն էլ չի հասկանում իր հետ ինչ է կատարվում, ինչու է կատարվում, բայց սատանի մատը ստեղ խառն է, էլի, ոնց էլ ուզում ես հաշվի։ Սոս Սարգսյանը նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում, ամենուրեք ցուցաբերելով իրեն բնորոշ տաղանդ։ Թերևս հաջողությունների գաղտնիքը պետք է փնտրել անվանի դերասանի այն ձևակերպման մեջ, որ յուրաքանչյուր նկարահանման ժամանակ պետք է մտածել, որ կատարում ես քո ամենակարևոր դերը։ Սա է հաջողության բարձունքներին հասնելու գաղտնիքը եւ դերասանի, եւ արվեստագետի, եւ մարզիկի, եւ ցանկացած մասնագիտության տեր մարդու համար, ասում է արտիստը։ Որ քեզ կանչում են, ինչու չես բարի հաճում շամանել։ Քեզ որ կանչում են, ինչու չես բարի հաճում շամանել։ Ինչու կոտրես իր աշխատավոր ես ձևանում։ Քեզ որ կանչում են, ինչու չես բարի հաճում շամանել։ Կհակնի զինվորի շոր ու ասկերների դեմ կգրվիս։ Ու քու ձեռքեր թող չդողան հարուտ։ Չկասկածես հայրիկ, ես գիտեմ թե ում դեմ եմ գնում եւ ինչի համար։ Կհավատամ հարուտ։ Կհավատամ։ Կռվե գար, ըմբես կռվե որ մեր այսպստի հողլ է ֆաշիստու ձեր չմնի, մեր հող չկորի։ Մի առիթով Սոս Սարգսյանը խոստովանել է. ինձ համար ամենամեծ զավեշտը դերասան դառնալս է։ Ես շատ ամաչներ ձերքին թե բա, մուրճ կամ եղան, խնայել չուներ ոչ իրեն, ոչ ինձ։ Մեղքը նա է, ով աշխատել չգիտի, նրա սիրած խոսքն էր։ Ես վերջին հաշվով գյուղացու տղա եմ, հրանջբարի տղա եմ, հողի հետ կապված, մինչև հիմա կարոտում եմ։ Ես մանկությունից մինչև հորս կուրակաթափանելը հիշում եմ նրա գործերը, նրա դաշտ գնալը ամբողջ ընտանիքով, ասենք, ցորենը հնձելը, խոտը հնձելը, կարտոֆիլը ցանելը, հանելը, այդ բոլորը ինձ համար մի այնպիսի գեղեցիկ պահեր են, որ ես հիմա մտածում եմ ինչ լավ կլիներ, եթե սովետը չլիներ, հորս կուլակաթափ չանեին, ես երազում եմ ասեմ ինչ լավ կլիներ այդ բոլորը չլիներ, ես հորս նման հողի հետ կապված մարդ լինեի, ինչ երջանիկ կլիներ հիմա։ Աստրություններեն կսորվիս հավատարմություն, երբ դյութեն զիրար զույգ կազմեն, ալ չեն բաժնվիր։ Անոնք ընտանեկան հավատարմություն մը կունենան, որ զմայլան կշնորհե մարդուն։ Եթե հավատարմության զգացմունքը, առաքինություն է մարդոց մեջ, ապա ինձ կթվի, թե աս արարածներուն բնածին հատկությունն է։ Ուրիշ բան մնալ կա, որ կուզեմ գիտնաս։ Անոնք պարտականություն սորվելու բնազդում ունին։ Որալ երթան, որքան ալ բարձր թրջին, վերջը տուն կուգան, իրենց բունը չեն մորնար։ Մարդը բնությունից չարություն ունի իր մեջ,
Եթե չես դաստիարակում նրան երեխա ժամանակվանից, դա սոսկալի բան է դառնում։ Բայց եթե դաստիարակում ես, ասում ես մեծին հարգի։ Եվ այդ անպետք լակոտը, հա, հարգում է մեծին։ Ասում ես, երբ որ մեծը մտավ ոտքի կանգնի, նա ստիպված ոտքի է կանգնում։ Այսպիսի բան էր, որ սովորեցնում ես բարևի մեծին եւ այլն։ Դա կամաց դա դառնում է իրեն սովորություն։ Թատրոնում Սոս Սարգսյանի կերտած հերոսները Դոն Կիշոտը, Յագոն, Ջոն եւ Լիր արքաները, Հացավանի մացա կապերը, Սանիտայի թաղապետը ոչ միայն չափազանց խորն են ու համամարտկային, այլև ծայրահեղ հայկական են, քանզի ամբողջովին բխում են մեծ դերասան Սոս Սարգսյանի սրտից ու հոգուց։ Մարդը պետք է հավատը չկորցնի, պետք է հավատը։ Առաջին հերթին իր ուժերին, կարող է։ Եթե ուժերին ինքը իր ուժերին հավատում է մարդը, նա ուրեմն հետևողական է եւ աշխատում է հասնել իր նպատակին։ Առաջին հերթին ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը իր նկատմամբ հավատը չկորցնի, հիշի, որ ինքը մեծ մարդը, հայ մարդը թող մտածի, որ ինքը մեծ ժողովրդի զավակ է։ Ինչու պետք է խեղճանա, ինչու պետք է մսեմանա։ Հետո կուզենամ, որ մարդիկ հայերը որտեղ էլ լինեն, ինչով էր զբաղվելիս լինեն արժանապատվությամբ ապրեն, արժանապատվությամբ։ Ռուսերեն մի հատ խոսք կա, ասում է «Тело земле, душу Богу, а честь никому». Հրաշալի է, չէ՞։ Շատ լավ։ Ես Աստված, ինչի իսպես երավ։ Դու ծանողներ չունիս, թող քեզ էլ որտեղ արեն էլի։ Ծերերուն չեն որտեղ գրե, ծերերը մենակ պիտի մնան, մենակ։ Սոս Սարգսյանի ստեղծագործական դիմանկարը լիարժեք ու ամբողջական չի լինի, եթե եղածին չավելացնենք նրա իմաստալի, խորհուրդներով հարուստ ասմունքը, հեռուստատեսությամբ, կինոֆիլմերի կրկնօրինակման նրա ընթերցումները, ինչպես նաև փայլուն ելույթները հեռուստաթատրոնում եւ ռադիոբեմականացումներում։ Դրունք տեսանելյաց ներհակած, միրն իլած և մյուսնի վրիպուման, ցայք ցավագին երկու վտանգից, մինն լալով և մյուսն մահու, առավոտ սքո երկու բողոքմանց, մինը սաստից և մյուսն սպարնալյաց, արեգակունք երկուս ծայրից, մինն խավար և մյուսն կիսման։ Սոս Սարգսյանի աչքերում խտացած են իր կերտած հերոսների, Նահապետի ու Ձորի Միրոյի մեծ կորուստներն ու տառապանքները։ Մկրտիչների անծայր թախիծ է, Համբոյի անօգնությունն ու հուսահատությունը, Դիլան Դայու անմեկնելի կարոտը, բայց այդ աչքերում նաև անառարկելի հաստատակամություն ու հույս կա, որ հավատ և վստահություն են ներշնչում, թե կա ճշմարտություն, կա ճիշտ ու շիտակ ապրելու ձև, պայքարելու ու հաղթանակելու ձև։ Սոս Սարգսյանը, Լորվա աշխարհի հանճարեղ ծնունդը, նվիրյալ մտավորականն ու ազգասեր հայ է։ Նա մեր Նահապետն ու Ձորի Միրոն է, ինչ էլ որ խաղաց, երբեք օտարի զգեստ չհագավ, ինչ էլ որ ներկայացրեց, հայի ճակատագիր էր, հայերեն խոսք էր, հայի հայացք էր։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ Խորհրդային Միության և Հայաստանի ժողովրդական արտիստին Սոս Սարգսյանին հենց ժողովուրդն էլ անվանեց կինոնահապետ։ Հիմա եթե ծառը ասենք ծիրանը բերք չի տալիս տխրում ես,
բայց երբ որ բերք է տալիս, ուտող չկա։ Խնդրում ես, հիմա ինչքան ասես գիլաց ունեմ, խնդրում եմ ասում եկեք տարեք, կերեք, չեմ տալիս, բայց որ չի բռնում, տխրում ես, ասում ես իմ մշակած ծառն է, ինչու չի բերք տալիս էլ է։ Շատ փոքրիկ, բայց շատ ինձ համար սիրելի տեղ է, որովհետև ինչպես տեսնում եք, օդը մաքուր եւ խաղաղություն է, շատ լավ տեղ է։ Եվ ինչ որ չափով իմ կարոտը առնում եմ իմ մանկության